Նրա մեկդարյա կյանքը մի ամբողջ պատմություն է, լի փորձություններով, պատերազմական տարիների հիշողություններով ու դժվարություններով։ Մեր կողքին կան մարդիկ, որոնց ժպիտը ամենաթանկ շնորհավորանքն է։ Հայրենական մեծ պատերազմը փառքով անցած կնոջ տոնական առաջին անակնկալը Հովհաննես Ծառուկյանից է։ Մենք ենք ձեզանից շնորհակալ այն ամեն ինչի համար, ինչ որ արել եք հայրենիքի համար, դուք եք հենց հաղթանակը կերտել 80 տարի առաջ։ Ձեր ծառայությունը մեծ է եղել հայրենիքի համար, շնորհակալ ենք ձեզ։ Շատ շնորհակալ եմ։ Լեգենդար կնոջ մասին խոսում են նաև մեր երկրի սահմաններից դուրս։ Օրեր առաջ նա Նովորոսիսկի պատվավոր քաղաքացու կոչում է ստացել։ Հյուրերի հետ 103-ամյա վաստակավոր ուսուցչուհին եւս մեկ անգամ թերթում է հիշողության էջերը, պատմում անցած դժվարին ճանապարհի ու հաղթանակի մասին։ 18 տարեկան էր, երբ կտրեց երկար վարսերը, հագավ զինվորական համազգեստն ու մեկնեց ռազմաճակատ, դարձավ կապավոր ու այդպես քաղաքից քաղաք անցնելով կերտեց մեծ հայրենականի հաղթանակը։ Ուշադրությունը շոյում է խիզախ տիկնոջը, հիշում է անցած հանդիպումներն ու շնորհավորանքի խոսքերը Գագիկ Ծառուկյանից։ Մասնակցել եմ բոլոր միջոցառումների, բոլոր։ Ծառուկյանը ինձ հրավիրել էր ընդունելության տեղը եւ դա անմոռանալի էր իհարկե։ Այս հանդիպումը կամուրջ է սերունդների միջև։ Տիկին Ռոզալյան մի ամբողջ պատմություն է, որը մեզ է փոխանցում կյանքի ամենաթանկ դասերը։ Տիկին Ռոզալյան, շնորհակալ ենք այն ամեն ինչի համար, որ հայրենիքի համար արել եք, ձեր ծառայությունը շատ մեծ է եղել։ Անձամբ ուզում ենք ձեզ շնորհավորել մարտի 8-ի առթիվ, որովհետև ձեր հերոսությունը մենք երիտասարդներս, բոլոր սերունդները միշտ հիշելու են։ Իզաբելլա Հովհաննիսյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։